որոնք իրավամբ իրենց սերը տալիս են երեխաներին եւ հետո ունենում են իրենց սեփականը։ Ես ունեմ դեպք իմ հարազատների մոտ էր, նրանք 14 տարի տառապելուց հետո ի վերջո ունեցան բալիկին, բայց նրանք նախապայման ունեին, որ նրանք որդեգրել էին մեկ այլ երեխայի, հետո դրանից հետո Ես իրենք ասեմ, իմ մոտ բարեկամներից մեկը նույնպես 10 տարուց ավելի երեխա չէին ունենում, որոշեցին մանկատնից երեխա վերցնել։ Վերցրեցին եւ 1 տարի հետո զուգ երեխա ունեցան։ Այո։ Իմ մոտ էլ է դեպք է եղել, որ հաշվարկեցին, որ պետք է գնային արհեստական բեղմնավորման ունենային նշված ամիս, նշված օրերին։ Ես դա մի անգամ պատմել եմ, չգիտեմ ձեզ մոտ պատմել եմ թե չէ, եւ դիմեցին ինձ, իրենց ինձ մոտ ուղղորդել էր իմ հարևանը ռուս, որը ուղղակի ասել էր, որ մասնագետ է, որը կարող է ձեր հարցերին պատասխան տալ։ Երբ իրեն գնացել էին այդ պրոցեդուրան կատարեին, բժիշկների հաշվարկներով եւ բժիշկների ուղղորդմամբ իրենք այլևս չեն կարող երեխա ունենալ, բայց առավոտյան տվյալ կինը տեսել էր իմ հարևանուհուն, որը առավոտ շուտ 2 ժապավեններ, երազին 2 ժապավեններ նվեր տվել բաց կապույտ, երկնագույն եւ վարդագույն ռոզովի, գալուբոյ, երկնագույն։ Ինչ էր եղել, երբ իրեն գնացել էին, որ այդ արդեն պրոցեդուրաները սկսեն, այնտեղ հորմոնների քանակ կա, երբ որ կինը հղիանում է, այդ հորմոնը բարձր է լինում։ Ինձ զանգեց, ասաց Գանե ջան, ես բալիկի եմ սպասում, ասում ոնց ասքանչու, ասում է չէ, մենք գնացել ենք, որպեսզի հանձնենք այդ մեր համապատասխան հետազոտությունները անեն, ասել են ու զույգ է եղել, Արողոսյան, տղա եւ աղջիկ։ Ես ձեզ ասում եմ, եւ դա տեղի չի ունեցել, դա ասեմ, որ իմ մոտավորապես 15 տարի, մի քիչ ավելի պակաս, իմ առաջին փորձն էր, քայլերն էր աստղաբանության դաշտում, այո, լինում են այնպես, որ դժվար է կատարում կանխատեսել կամ չի կատարում, որովհետեւ քարտեզը խնդիրներ է ունենում։ Ի վերուստ մարդը պրոբլեմ ունի, եթե դու տեսնում ես, որ անձը դժվար է երեխա ունենալ, բայց չեմ ասում 100%, որովհետև այ հենց այսպիսի դեպքեր են, երբ որ մարդը ճիշտ է ապրում, եթե տեսեք մի դեպքում երեխա են որդեգրել, մյուս դեպքում տարբեր, ես գիտեմ դասյարակներ, դայակներ, որոնք իրենց սիրտը հոգին կհանեն, կտան այդ երեխային եւ ի վերջո եղել են այն տղա եւ աղջիկ են, հիմա տեսնում եմ այդ երեխաները մոտավորապես արդեն 7-րդ դասարան։ Ես ասեմ, որ առանց ամուսնանալու, առանց երեխա ունենալու ինչ երջանկություն կարող է լինել։ Գիտեք, դա էլ կա, բայց կա, ասում եմ նորից քարտեզները դա քարտեզներ կան, որ թույլ չեն տալիս, բայց այդ մարդիկ ծնված են լինում մեկ ուրիշ ծրագրի միսիայի համար են ծնված